Ինչու են հայաստանյան ընտրությունները հաճախ ուղեկցվում բռնություններով։ Այսօր ազգային ժողով էին եկել նիստերից ամենից շատ բացակայող պատգամավորները։ Ընտրությունները պետք չէ հետաձգել։ Այդ կարծիքի են Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը եւ դերասան Երվանդ Մանարյանը։ Վերջինս կարծում է, որ Հայրիկյանի դեմ մահափորձի պատճառները անձնական են։ Ինչքան ես հերոսացուցից կարողացա հասկանալ, դա երևի թե հենց Արույր Հայրիկյանի անձնական վերաբերմունքի հետևանք կարող է լինել։ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մենասյանը վստահ է, որ նախագահի տեխնացուի դեմ մահափորձը բացասաբար կանդրադառնա ընտրությունների ընթացքի վրա, բայց չի փոխի դրանց արդյունքը։ Ըստ նրա Հայրիկյանը խելամիտ կվարվի, եթե ընտրությունները չհետաձգի։ Օգտագործել այդ բարենապաստ ինֆորմացիոն դաշտը, որ ստեղծվել է իր շուրջ։ Ռուսաստանյան Կոմերսանտ թերթը, որը հարցազրույց է վերցրել Սերժ Սարգսյանից, նրան անվանել է հին նոր նախագահ եւ վկայակոչել է Գելափի հարցումը, ըստ որի գործող նախագահին քվեարկելու է ընտրողների 66%-ը։ Քաղաքագետ Արա Պապյանը դա գնահատում է այսպես. Ողին մուրատավեք ինձ փող, ես ինձ վաղի 90% Գելափը կասի եւ մատ դա տեսել եք, այդ ծեվա։ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը համամիտ է Սերժ Սարգսյանի բարձր վարկանիշ արձանագրող Գելափի հարցումներին։ Հեղինակավոր կառույցները, մամուլը իրավամբ Սերժ Սարգսյանը դիտում է որպես ֆավորիտ։ Շատ ու շատ միջազգային կառույցներ, այդ թվում լրատվամիջոցներ Հայաստանում եւ Հարավային Կովկասում երկարաժամկետ իրենց քաղաքական նպատակներ իրականացնելու համար փնտրում են եւ կուզենան տեսնել վստահելի կայուն գործընկեր։ Թուրքիայի ԱՄՆ դեսպանատան անցագրային բաժնում տեղի ունեցած պայթյունը միջազգային փորձագետ Մենուա Սողոմոնյանը գնահատում է որպես վարչապետ Էրդողանի ուղերձ։ Այս ակցիայի նպատակը ընդգծելն է, որ Թուրքիան անկախ պետություն է, այլ ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների ստրուկն է։ Բնապահպանության նախարարությունը Եվրամիության հետ միասին 1 միլիոն եվրոյի ծրագիր է սկսել բնության աղտոտման դեմ, ըստ նախարարության ներկայացուցիչ Ջուլիետա Գլիչյանի։ Առաջի բաղադրիչը դա օրենսդրական բարեփոխումների նպատակաուղղված բաղադրիչն է, երկրորդը ինստիտուցիոնալ բարեփոխումների, երրորդը դա հզորությունների ամրապնդման եւ չորրորդը փորձնական ծրագրերի իրականացման։ Այժմ տեսնենք, թե ինչ է տեղի ունենում IFE-ի աշխատասենյակում։ Ինչու հենց Հայրիկյանի դեմ մահափորձ կատարվեց, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալաքյանը ունի իր բացատրությունը, քանի որ առաջադրված տեխնացուներից Հայրիկյանը ունի օրիգինալ կենսագրություն եւ շատ հետաքրքիր անցյալ։ Աղմուկը շատ ավելի մեծ կլիներ, եթե Հայրիկյանի հետ ավելի վատ բան տեղի ունենար, այնպես որ թիրախը պատահական չի ընտրված, ասել է Վիկտոր Դալաքյանը։ Իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավոր Նաիրա Զորաբյանը պարուր Հայրիկյանին խորհուրդ է տվել կողմնորոշվել իր վարկածների մեջ ռուսական կայսրությունն է թե սուլթանական Թուրքիան։ Երբ որ Հայրիկյանը կողմնորոշվի եւ կանգ առնի վարկածներից մեկի վրա, այն ժամանակ էլ ես հարկ կհամարեմ մեկնաբանություններ տալ, ասել է Տիկին Զորաբյանը։ Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիպեկյանը վարկածների վերլուծության մեջ խորհուրդ է տվել զգույշ լինել, հիշեցնելով Կիրովի սպանությունը։ Այն իրականացրել է խանդոտ ամուսինը կնոջ խանդի հողի վրա։ Ամուսինը այնքան է հոգեբանորեն լարել կնոջը, որ վերջինս էլ սպանել է Կիրովին, այնպես որ պետք է զգույշ լինել, ասել է Ահարոն Ադիպեկյանը, օրվա լրահոսը։ Ազգային ժողովի 5-րդ գումարման 3-րդ նստաշրջանը այսօր մեկնարկեց անակնկալներով։ 2012 թվականի խորհրդարանի ընտրություններից հետո այսօր առաջին անգամ ազգային ժողով էր եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը 20 րոպե հետո Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալու Սահակյանի հետ լքեց նիստերի դահլիճը։ Մարդը եկել է ազգային ժողով, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, պարբերաբար պարոն Ծառուկյանը կլինի ազգային ժողովում։ Առողջական խնդիրների պատճառով երկարատև բացակայությունից հետո այսօր խորհրդարանում էր նաև Հայ ազգային կոնգրեսի падգամավոր ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, որը մեկ անգամ եւս վերահաստատել է, որ իր կուսակցությունը կշարունակի մնալ կոնգրեսի կազմում։ Հակից դուրս գալու հարց չկա, նման խոսակցություններ գնում են, հակառակը, կարծում եմ, թե ՀԺԿ-ն, թե մյուս կուսակցությունները պետք է փորձեն հակի գործունեությունը դարձնել առավել արդյունավետ։ Իսկ նիստի ընթացքում ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Խաչատուր Քոքոբելյանը դուրս է գալիս Ժառանգություն խմբակցությունից։ Պարոն Քոքոբելյանը պարզաբանեց, որ ինքն ու Ալեքսանդր Արզումանյանը դեռ անցած տարվա հոկտեմբերի 22-ին են դուրս եկել խմբակցությունից, սակայն դեմ լինելով ձևական գործողություններին, ընդհանրապես օրինականացրել եմ եւ օրենքի տեսք եմ տվել, օրենքի ուժով։ Եվ այս գործընթացի տակ որևիցե այլ բան պետք չէ փնտրել։ Խաչատուր Քոքոբելյանը չի պատրաստվում որևէ այլ խմբակցություն մտնել։ Իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցության օրընտիր падգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ զրուցել լրագրողների փորձերը այսօր ապարդյուն էին։
Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց տեղադրված նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի աթոռը այսօր մի քանի ժամով թափուր էր, թեկնածուն սակայն հացադուլը չի դադարեցրել։ Պարզապես այդ ընթացքում պարոն Ղուկասյանը լրագրողների ու ոստիկանների ուղեկցությամբ տուն էր գնում, լոգանք ընդունելու ու զգեստափոխվելու համար։ Արդեն 2 շաբաթ է Անդրեաս Ղուկասյանը բացակայում էր տանից, այստեղ նրան բոլորը սպասում էին անհամբեր ու կարոտած։ Ոստիկանները նախագահի թեկնածուին ուղեկցեցին մինչև տուն եւ գերադասեցին դրսում սպասել։ Դա իրենց նախաձեռնությունն է, ես չեմ դիմել նման խնդրանքով, բնականաբար եւ մտահոգ են երևի իմ անվտանգության համար որպես նախագահի թեկնածուի։ Պարոն Ղուկասյանը մեկ անգամ եւս վստահեցրեց, որ հացադուլի կանոնները չի խախտելու եւ այն շարունակելու են նույն վայրում մինչև նախագահի ընտրությունների քվեարկության օրը։ Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ իրավապաշտպան Արման Վեզիրյանը կարող է արդարացվել։ Արման Վեզիրյանի եւ Տիգրան Մանուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2012 թվականի մայիսի 6-ի ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով։ Ըստ գործի նյութերի Հայ ազգային կոնգրեսի անդամ պատգամավորի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավապաշտպան Արման Վեզիրյանն ու քաղաքացի Տիգրան Մանուկյանը վեճի են բռնվել։ Արդյունքում Վեզիրյանը մի քանի հարված Մանուկյանից ստանալուց հետո մեկ անգամ էլ ինքն է հարվածել նրան։ Մեղադրողն այսօր միշտ արդարացնել իրավապաշտպանին հիմք ընդունելով օրերս Վճռաբեկ դատարանի կայացրած նախադեպային որոշումը, թե մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ։ Մենք պնդում ենք, որ ընդհանրապես Արման Վեզիրյանի կողմից հարված չի եղել եւ չի կարող Վճռաբեկ դատարանի մեկնաբանության հիմքով դադարեցվել քրեական հետապնդումը։ Դատական նիստին հետևող Հելսինկյան ասոցիացիայի նախագահ իրավապաշտպան Միկա Դանելյանը գտնում է, որ Արման Վեզիրյանի գործում ընդհանրապես տրամաբանություն չկար։ Բիծեր նաեւ ընտրությունների ողջ մաքուր արդար եւ չեմ անում ինչ ընտրությունների վրա Հայաստանում։ Արմանին փորձում են դրանով ինչ-որ վախեցնել։ Արման Վեզիրյանին արդարացնելու կամ մեղադրողի միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատանը որոշում կկայացնի գործով ամբաստանյալներ Արման Վեզիրյանի եւ Տիգրան Մանուկյանի պաշտպանների ճառերը լսելուց հետո։ Բժիշկ ստոմատոլոգները ազգային ժողովից պահանջում են վերադարձնել իրենց նախկին կարգավիճակը։ Не пришли торговаться, типа спустите нам и так далее. Мы хотим, чтобы нас вернули Минздрав. Или если не вернут, пусть нам объяснят, какому министерству мы подчиняемся. Այսօր ազգային ժողովի գարնանային նստաշրջանի մեկնարկի առիթով խորհրդարանի մոտ հավաքված ստոմատոլոգները կրկին իրենց բողոքը հայտնեցին հունվարի 1-ից օրենքի ուժ ստացած արտոնագրային վճարների մասին օրենքի փոփոխությունների առիթով, որով նրանք լրացուցիչ հարկման են ենթարկվում։ Յուրաքանչյուր աթոռի համար վճարելով ամսական 60-ից 80 հազար դրամ։ Եթե իրանց ընդունված օրենքը աշխատի, պետությունը դրանից չի շահի, որտեղ բժիշկների մեծ մասը գործազուրկ կդառնան, մի մասը ստվեր կանցնի եւ պետությունը գումարներ չի կարողանա հայթայթի։ Իրենց մտահոգող խնդիրները խորհրդարանում հնչեցնելու համար ստոմատոլոգներն այսօր դիմեցին Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին։ Ամբողջ գործընթացը, եթե մենք հիմա հետադարձ հայացքով ենք նայում, հիշում եք, բացօթյա առևտրի վերացում, ինչի համար, որպեսզի մեծ խանութները ավելի շատ եկամուտ ունենան։ Այսօր տվյալ դեպքում նույն հարկման դաշտում, ինչպես կազինոն է այս մարդկանց բերելը, դա ուղղակի ոչ միայն անթույլատրելի է, այլ գրեհիկություն է։ Ազգային ժողովի այս նստաշրջանի օրակարգում բժիշկ ստոմատոլոգների հարցը ընդգրկված չէր։ Առնվազն 120 տարվա հնության զարդեր, հուշանվերներ, կենցաղային իրեր, գորգեր են վաճառվում Երևանյան վերնիսաժում։ Վաճառողները հավաստիացնում են, որ այդ իրերը բացառիկ են իրենց մշակութային արժեքով։ 200 տարվա հնության ժամացույցները, Փարիզի ցուցահանդեսներում մրցանակներ ստացած հուշանվերները վաճառվում են 1000 ամերիկյան դոլարով, իսկ 150 տարվա հնության Էրեբունի գորգը 3000 դոլարով։ Մոդելի մոտ 100 տարեկան, Որձազևա գյուղում, Ղարաբաղի, որ հիմա չկա, սա Լորիա, Էլիզանավեսկայա, Ռիբուրթա բոլորը։ Վաճառողներն ասում են, թե ապրանքը հիմնականում արտահանվում է։ Իսկ ինչպես է այս հարցը կարգավորում մշակութային արժեքների ներմուծման եւ տարհանման օրենքը, որն ընդունվել է դեռևս 2004 թվականին։ Եթե փորձագիտական եզրակացության պարզվում է, որ դրա համապատասխան չափորոշիչներից որևէ մեկին, ապա պետությունը պարտավոր է քաղաքացուց այն ձեռք բերել, քանի որ նախապատության իրավունք ունի։ Եթե մեկ ամսյա ժամկետում ձեռք չի բերվում, տրվում է այդ ժամանակ նոր արտահանման իրավունք։ 50 տարուց ավել հնության մշակութային արժեքը ենթարկվում է 2 փորձագիտական հետազոտության՝ Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի եւ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից։
Նախընտրական արշավները բոլոր երկրներում լարված է ընթանում, իսկ Հայաստանում այդ լարվածությունը ձեռք է բերում քրեական բնույթ։ Իսկ ինչպես են ընթացել մեր նախորդ նախագահական ընտրությունների քարոզարշավները, Ամեկ+-ը ամփոփել է իր արխիվային կադրերը։ Օրվա գլխավոր թեման։ Նախագահի ընտրություններին նախորդող շրջանը Հայաստանում միշտ էլ սուր քաղաքական մթնոլորտում է անցել։ 1991-ին Հայաստանում դեռևս ոչ մի ընտրություն չէր կեղծվել։ Հոկտեմբերի 16-ի նախագահի ընտրություններին նախորդել էր սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեն։ Նախընտրական մթնոլորտը սրվեց Շամշադինի շրջանի Պարավաքար գյուղում Պարույր Հայրիկյանի կողմնակիցների հանդիպումը տապալելով։ Քարոզարշավի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կառավարության ներկայացուցիչ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն այցելում էր պետական համալսարան եւ հանդիպում ուսանողների հետ։ Նախարարի առջեւ ամբիոնից ելույթ է ունենում Նայիրի Հունանյանը եւ ասում այն ամենը, ինչ մտածում է կառավարության մասին։ Վազգեն Սարգսյանը կոչ է անում հանդուրժող լինել։ Մոտ են հաղթանակին հանդիպման վերջում վստահեցնում է նա։ Քարոզարշավի ընթացքում ազգային ժողովը Արմենթելին 15 տարով կապի ոլորտը միանձնյա շահագործելու բացառիկ իրավունք է տալիս։ Արարատում ծեծում են Վազգեն Մանուկյանի կողմնակիցներին Սամվել Շահինյանին եւ Ֆիլարետ Բերիկյանին։ Ռոբերտ Քոչարյանի շտաբն արձանագրում է. իրավիճակը վերահսկելի է, բոլոր տեխնացուները հավասար հնարավորություններ ունեն ժողովրդին հանդիպելու համար։ Անդիմության միասնական տեխնացուի հավակնորդ Կարեն Դեմիրճյանի որդին Ստեփան Դեմիրճյանն իր քարոզարշավը սկսում է աղետի գոտուց։ Իշխանությունն ամեն գնով փորձում է խոչընդոտել անդիմության հանրահավաքները։ Վանաձորի կենտրոնական հրապարակում իշխանությունն անգամ ավազ է փռում շինարարություն սկսելու պատրվակով, որպեսզի տապալի անդիմության քարոզարշավը։ Չնայած դրան հանրահավաքն այդ եւ մյուս քաղաքներում անցնում է մարդաշատ։ Մամուլը գրում է Հանրապետությունով մեկ անձնագրերի հավաքման եւ ընտրակաշառքի զանգվածային դեպքերի մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ քվեատուփերը թափանցիկ են լինելու։ Արտաշատում հարձակվում են Արամ Կարապետյանի համակիր ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանի վրա։ Ծեծողները Հովիկ Աբրահամյանի մարդիկ են, տեղեկացնում է ՍԻՄ նախագահը։ Օրինաց երկիր կուսակցությունը տեղեկացնում է իշխանության ճնշումների մասին։ Մարդկանց պարտադրում են տոկոսներ բերել Սերժ Սարգսյանի օգտին։ Տավուշի մարզի ընտրողներին նախագահի տեխնացու Լևոն Տեր-Պետրոսյանը տեղեկացնում է, որ Երևանում իշխանությունն արդեն գտնվում է իր կողմնակիցների ձեռքում։ Տավուշում Տեր-Պետրոսյանը հռչակում է, եթե անգամ ձեզ $50 ընտրակաշառք բաժանեն, հաջորդ 5 տարիներին ձեր քթից են բերելու այդ $50։ ԵԱՀԿ-ն հրապարակում է իր առաջին զեկույցը, բոլոր հեռուստաընկերությունները տոտալ քարոզում են Սերժ Սարգսյանի օգտին։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հայտարարում է, որ հայ ժողովուրդը վստահություն չունի ընտրական գործընթացների նկատմամբ։ Փետրվարի 1-ին իշխանությունը ձերբակալում է Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի միանգամից 4 անդամների։ Օրինաց երկրի նախագահ Արթուր Բաղդասարյանը Երևանյան հանրահավաքում հայտարարում է, որ իշխանություններն ուզում են սպանել իրեն։ Սերժ Սարգսյանը հակադարձում է, ինքն այդպիսի տեղեկություններ չունի։ Արտաշատում Հովիկ Աբրահամյանի եղբոր Թիկնազորը հարձակվում է Տեր-Պետրոսյանի կողմնակիցների վրա։ Գլխավոր դատախազն անձամբ է հայտարարում, Արտաշատում չի եղել այնպիսի բան, որի համար ինքը կանհանգստանա։ Հայաստանում թե նախագահական եւ թե խորհրդարական ընտրությունները միշտ անցնում են ինչ-որ միջադեպերով, բռնություններով։ Ամեն անգամ դրանց պատճառները կարող են տարբեր լինել, բայց ցավալին ոչ այնքան այդ բռնություններն են, որքան այն, որ ցանկացած միջադեպ ազդում է ներքաղաքական իրավիճակի եւ հետագա զարգացման վրա։ Հենց դրա համար էլ հավանաբար այդ բռնությունները տեղի են ունենում։ Ամեկ+-ի հյուրասրահում է Ժառանգություն կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։ Պարոն Սաֆարյան, արդյոք այդ բռնությունները, մահափորձերը, դրանք ցույց են տալիս մեր քաղաքական համակարգի խոցելիությունը։ Միանշանակ դրա արտացոլանքն են, որովհետև քաղաքական համակարգը եթե ունենար բարձր դիմադրողականություն, նախ բնականաբար իդեմս պետական ինստիտուտների թույլ չէր տա նման միջադեպերի տեղի ունենալը, նաև միաժամանակ ի հայտ չէ կամ այսպես ասեմ հաշվեկշռում չէին մնա չբացահայտված բռնություններ, հանցագործություններ եւ հրապարակում չէին լինի միայն վարկածներ այդ սպանությունների, այդ բռնությունների ուրեմն դրդապատճառների եւ դրանց կատարողների վերաբերյալ։ Այսինքն ի նկատի ունեմ այն, որ
ոչ դատական համակարգ, ոչ ոստիկանությունն եւ ազգային անվտանգության մարմիններն են կանխում այդ բռնությունները, ոչ դատական համակարգն է իրավական գնահատական տալիս դրանց, եւ ոչ էլ ուրեմն քաղաքական ուժերն են կարողանում adekvat եւ ճիշտ կողմնորոշվել իրավիճակում։ Պաշտոնական վարկածը, որքան հասկանում եմ, հետևյալն է։ Ինչ որ մութ ուժեր չեն ցանկանում, որ Հայաստանում տեղի ունենան խաղաղ ընտրություններ։ Համաձայն եք այդ վարկածի հետ, թե ոչ։ Իրավունք չունեմ համաձայնելու 100%-ով եւ չհամաձայնելու 100%-ով այն, որ ըստ էության նման միջադեպերը թույլ չեն տալիս Հայաստանում խաղաղ ճանապարհով ընտրական եղանակով կազմավորել իշխանություններ, սա դրա արտահայտությունն է, բայց թե ովքեր են այդ մոտ ուժերը, դրանք ներքին թե արտաքին ուժեր են, այստեղ է որ բացվում է մեկնաբանությունների եւ վարկածների մի հսկայական դաշտ եւ տվյալ պարագայում կարծեք թե այս դիսկուրսը մի տեսակ ուղղորդվում է նրան, թե սա կարող է բոլորին ձեռնտու լինել, բայց ոչ իշխանությունների, որտեղ իշխանություններն են ազատ եւ արդար ընտրությունների պատասխանատուները։ Ես չեմ ուզում ալիբիներ ստեղծել որևէ մեկի համար, առավել եւս տուրք չեմ տալիս ոչ ներքին ուժերի, դավադիր ուժերի, ոչ ներքին մութ ուժերի ոչ արտաքին մութ ուժերի, ոչ ներքին մութ ուժերի վարկածներին, բայց մի բան ինձ համար տարօրինակ է, որ հիշում եմ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը, երբ տեղի ունեցավ այդ ձանձրելի ոճրագործությունը, իշխանությունը նույն ձևով ասում էր, որ սա ուղղված է պետության դեմ, պետականության դեմ, ինչի հարցում իհարկե ճիշտ է, բայց նրան հետաքրքրում էր այլ բան, որպեսզի կոնսոլիդացիա տեղի ունենա իշխանության ուրեմն շուրջ։ Եվ այսօր էլ կարծեք թե նկատելի են նման պահվածքներ, որ ամբողջ նպատակը նա է, որ բոլորս համախմբվենք Սերժ Սարգսյանի շուրջ։ Ինքը Պարույր Հայրիկյանն ասում է, որ դա ռուսական իմպերիալիզմ է։ Ինչպես եք վերաբերում այդ վարկածին։ Գիտեք, Պարոն Հայրիկյանը ռուսական իմպերիալիզմի վարկածը կապում է վերջին շրջանում Եվրոմիության եւ Հայաստանի հարաբերությունների կապակցությամբ իր հայտարարություններին։ Ես կարծում եմ, որ մինչև Պարոն Հայրիկյան նման հայտարարություններ անողներ շատ են եղել։ Ես կարծում եմ, որ ոչ միայն հայտարարություններ են եղել, այլ նաև Հայաստանը Եվրոպային մոտեցնելու ուղղությամբ շատ կոնկրետ քայլեր են արվել, սկսած իշխանությունների, վերջացած նաև քաղաքական ուժերի կողմից։ Հետևաբար ես չեմ կարծում, որ այդ հայտարարությունն է դրդապատճառը, այլապես եթե միայն հայտարարությունը վտանգավոր լիներ ռուսական իմպերիալիզմի համար, ես կարծում եմ, որ այդպիսի մահափորձ արված կլիներ շատ ավելի վաղ եւ շատ այլ մարդկանց հանդեպ։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր Ժառանգություն կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։ Այսօր առավոտյան Սյունիքի մարզի Խնձորես գյուղի հարակից զորակ շուն է ընկել։ Գյուղացիները զանգահարել են փրկարարներին։ Դեպքի վայր են ժամանել փրկարար հրշեջները եւ անվնաս շանը դուրս են բերել զորակից։ Մեր մարզային լուրերը։ Ալավերդու Բաղրամյան թաղամասի 5-րդ շենքի բնակիչները արդեն 5 տարի է տեղումներից հետո իրենց բնակարաններում պայքարում են անձրևաջրերի դեմ։ Պատճառը տանիքի անմխիթար վիճակն է։ Այս ջրհեղեղները հասնում են մինչև 3-4-րդ հարկ։ 7-րդ հարկում ջուրն ավելի ահավոր է, իրանց տներում է մերը հարկում է։ Իսկ մեր ամբողջ հարկի հոսանքները հարկերով է իջնում, լրիվ ջուրը։ Ամեն լավ անձրևի ժամանակ տան ինչ հոսանքով հնարավոր է անջատում։ Որտեղ վերևի շենքու նման դեպք ա եղել, ամբողջ շենքի տեխնիկան վառվել է, ու ոչ մեկ պատասխան չտվեց։ Իմ սառնարանը փչացել է, ում դիմեմ, ումից։ 41-ամյա Սոնյա Ֆայտյանցը 24 տարի առաջ բռնագաղթել է Կիրովաբադից, այստեղ ամուսնացել ու 7 երեխաների մայր է դարձել։ Ընտանիքն արդեն 22 տարի է բնակվում է Մեծայրում գյուղում։ Տանը, որտեղ ապրում են, կոմունալ հարմարություններ չկան։ Ոչ ոք աշխատանք չունի, պետությունից 51000 դրամ նպաստ են ստանում, որով հազիվ ուտելիք են գնում։ Հարմարություն չկա, ոչ ջուր կա, ոչ մի բան չկա։ Գազ չունենք, փայտ ենք վառում, այս տանտերը տվել է ասա որպեսզի ոնցուն հետ մնա ոչ դատարկ։ Համ ապրեն, համ էլ մոտիկ անեն տունը։ Գյումրիում ավագ դպրոցներում երկրորդ կիսամյակը մեկնարկել է առանց դասագրքերի։ Դա պայմանավորված է նրանով, որ 12-րդ դասարանի համար դասագիրք նախատեսված է միայն մեկ կիսամյակի համար։ Երկրորդ կիսամյակը համարվում է ոչ թե ուսուցման, այլ կրկնության ժամանակահատված, տեխնիկական վրիպումներ, դժվարամարս տեքստեր, բարդ տերմիններ, այսպես են այսօր ուսուցիչները գնահատում դասագրքերը։ Թեմաներով պարապելը շատ ավելի մատչելի է, շատ ավելի գործնական է եւ գտնում եմ, որ այսօր դասագիրք երեխաներին պետք չէ։ Նյութը կա, բայց աշակերտի համար ոչ մատչելի լեզվով է գրված։ Ես հույս ունեմ, որ դրանք բոլորը արագ կկարգավորեն, որովհետև մեկը չէ անհանգստացած, բոլոր դպրոցները անհանգստացած են նույն հարցերով։
Կապանի հեռավոր թաղամասերի խնդիրները շատ են ու բազմաբնույթ, անբարեկարգ ճանապարհներ, աղբավայրերի վերածված ձորեր, մթության մեջ կորած փողոցներ։ Այս խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն ստանում։ Մենք ունենք մատապարտել դրոց եւ քաղաքային գերեզմանոց ոչ չունենք ոչ մի աղբամաներ։ Սոտրում է հարցի լուծում դա աղբամաներ գոնե տեղադրեք թե դրոց մատապարտել համար թե փողոցային լուսավորում չունենք, տրանսպորտի բնակիչները զուրկ են, փողոցում աղբամաներ չունենք, դե գազի մասն ոչ չկա, գազից դեռ չենք պահանջում գոնե փողոցային լուսավորումներ մեկ էլ աղբամաներ որ տեղադրեն լավ կլինի։ Մեկ էլ եթե գոնե հնարավոր է տրանսպորտի հարցը լուծվել, որովհետև այնտեղից երեխաների դպրոց գնալը շատ անհարմար է։ Ձեր նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ դուք հարգում եք միջազգային նորմերը։ Նախ Սերժ Սարգսյանը մեր նախագահն չի, Հայաստան Հանրապետության բոլոր քաղաքացիների նախագահն է։ Եթե նա լիներ ողջ հայ ժողովրդի նախագահն, ապա հայ-թուրքական այդ խայտառակ արձանագրությունները այսօր չէին գտնվի այս խորհրդարանի օրակարգում։ Ուզեք չուզեք Սերժ Սարգսյանը Հայաստան Հանրապետության բոլոր քաղաքացիների նախագահ։ Вот что мы имеем на сегодняшний день. Не мы, а вы. Что нас может спасти от ревизии? Простите, не нас, а вас. Կհանդիպենք վաղը։